Բարև ձեզ։ Նյուզպրեսայեմի զրուցակիցն է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ, Վիեննայի ակումբի համաեվրոպական գեոքաղաքական վերլուծությունների կենտրոնի համանախագահ Աշոտ Գրիգորյանը։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան։ Անցյալ անգամ նշեցինք այն հարցերի շրջանակը, որի շուրջ մենք զրուցել ենք եւ ներկայացնելու ենք Հայաստանում ծավալված անօրինականությունների եւ հակաեկեղեցական գործընթացների մասին տեղեկատվություն։ Կխնդրեի անդրադառնալ նախ եկեղեցու հոգևոր հովիվների դեմ սկսված արշավանքին, ապա նաև կարճ ներկայացնել արհեստավարժների ժամանակավոր կառավարության ձեր տեսլականը, քանի որ մեծ քանակությամբ հարցեր ենք ստացել այ գաղափարի իրականացման վերաբերյալ։ Բարի օր, սիրելի տիկնայք, հարգելի պարոնայք, բարի օր, սիրելի Արմինե, սիրելի Արիանա, շարունակում ենք մեր միասին սկսած հաղորդաշարը եւ այսօր երկրորդ հատվածում ես կանդրադառնամ այն իրավիճակին, ինչ որ մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցել Հայաստանում եւ այն զարգացումներին, որը շարունակական իշնորհիվ մեր ազգի հենասյուների դեմ պայքարի ծավալված այսպես կոչված վարչապետի կողմից ստացել է իր հաջորդ արդյունքը, ես կասեի սատանայական արդյունքը, որի շուրջ եվրոպական մամուլը եւ ոչ միայն եվրոպական, շատ ակտիվ ռուսական կենտրոնական մամուլը ԶԼՄ-ները մինչև նույնիսկ Կանադա ինձ դիմել են խնդրանքով մեկնաբանել, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Ասեմ, որ այն, ինչի վրա ուշադրությունը կենտրոնացրել են, որ հայ առաքելական եկեղեցու դեմ մեծ արշավանք է սկսված, դա մեդալի մի կողմն է։ Ճիշտ է, չափազանց կարևոր է մեր ազգի հենասյուներից ամենակարևորին երևի թե խփելու այդ մարմանջը հայադավ եւ սատանայածին վարչապետի կողմից։ Սակայն պետք է հասկանալ, որ դա նշանակում է մեր ազգի վերացում, մեր հենասյուները, առաջինը իհարկե հայ առաքելական եկեղեցին է, երկրորդը մեր հայ մշակույթը եւ պատմությունը։ Հայ առաքելական եկեղեցին դարձել է մեր ազգի համար սիմվոլ, խորհրդանիշ ամբողջ աշխարհում, քանզի մենք առաջինն ենք պետականորեն ընդունել քրիստոնեությունը եւ մեր ազգի կարևորագույն սիմվոլներից մեկը նաեւ Արարատ լեռն է, որը ըստ ավանդույթի ընդունել է Նոյան տապանին։ Եվ ահա այս խորհրդանիշների դեմ Նիկոլի սկսած պայքարը ունի շատ հասկանալի բացատրություն։ Պետք է վերացնել Հայաստանի գոյությունը, չեմ ասում հայ ժողովրդի, որտեղ հայ ժողովուրդը 10-12 միլիոն ամբողջ աշխարհով է սփռված, բայց բավական է Հայաստանում վերացնել հայ ժողովրդի գոյությունը, ապա շատ դժվար է պատկերացնել, որ 2-3 սերունդ հետո Սփյուռքում կմնա հայկական ոգի։ Եվ ահա այս առումով շատ խորհրդանշական է Նիկոլի կողմից այն քայլերը, որը արվեց Էջմիածնի հոգևոր հովիվների դեմ։ Հերթական եպիսկոպոսի ձերբակալումը, ընդ որում ըստ իմ ունեցած տեղեկությունների նա վեհափառի եղբորորդին է եւ ակնհայտորեն ամեն ինչ ընթանում է վեհափառին մեկուսացնելու ուղղությամբ զարգացող գործողություններին։ Մենք հիանալի հասկանում ենք բոլորս ամբողջ Սփյուռքի հայությունը եւ ամբողջ հայաստանցի հայությունը, որ խոսքը չի վերաբերում վեհափառի մասին։ Տղան գնաց նաեւ կաթոլիկ եկեղեցի Վատիկան եւ այնտեղ օգնություն խնդրեց, կարծելով, որ կաթոլիկ եկեղեցին գնալու է հայ առաքելական եկեղեցու դեմ։ Այո, կան տարաձայնություններ ռուս ուղղափառ եկեղեցու եւ կաթոլիկ եկեղեցու մեջ, բայց չկան տարաձայնություններ հայ ուղղափառ առաքելական եկեղեցու եւ կաթոլիկ եկեղեցու միջեւ։ Այնտեղից չնայած ձեռնուն այն վերադարձավ, սակայն տարածվեց Հայաստանում, որ նա ուզում է կաթոլիկություն ընդունել եւ Հայաստանը վերացնել նաեւ ուղղափառ եկեղեցու դաշտում գործառույթներից։ Փառք Աստծո նման իրավիճակ չի, սակայն փորձը խոսում է շատ կարևոր փաստի մասին։ Հիմա ինչ ենք սպասում մենք Նիկոլ Հայադավից, ինչպես նրան համարում են շատերը, որ Թուրանի միջանցքը
այսինքն Զանգեզուրի միջանցքը կառուցելով նա ամբողջովին թուրքերի երազանքը եւ թուրքախոս երկրների երազանքը կատարում է ու փաստորեն ստանալով նրանցից ամեն տիպի օգնություն, օժանդակություն եւ առաջի հերթին ֆինանսական կարողանում է իր գլուխը պրծացնել, եթե կարողացավ նաեւ կեղծելով ընտրությունները ստանալ հաջորդ 5 տարվա իշխելու հնարավորությունը, ապա ըստ Նիկոլի նա ունենում է մեծ հնարավորություն մարզապուրտ փախչել վերջերաչո Հայաստանից եւ ինչ-որ միտեղ ծվարել։ Բնական է դրա դեմ մեր գործողությունները նույնպես շատ հստակ են, հատկապես Սփյուռքը ակտիվ աշխատում է, որպեսզի առաջինը մինչև ընտրությունները Նիկոլից ազատվենք, սա շատ կարևոր է։ Մինչև ընտրությունները Նիկոլից ազատվենք, որտեղ եթե նա ընտրությունները կեղծեց, հետո շատ դժվար կլինի։ Եվ երկրորդը փրկենք մեր կարևոր հենասյուները կործանումից։ Ահա այս առումով ես կարծում եմ, որ ժողովուրդը երկրի ներսում հիանալի հասկանում է եւ պետք չէ որ մենք կոչանենք ժողովուրդ ոտքի գնացեք եւ Նիկոլի գլուխը ջարդեք։ Հակառակը մենք կոչ ենք անում, որ ժողովուրդ եղեք խիստ ուշադիր, ոչ մի սադրանքների չենթարկվեք, հաշվի առեք, որ բոլորով միասին մենք երկիր ազատելու ենք Նիկոլից։ Սա առաջին կետ։ Երկրորդ կետ, իսկ ինչպես ենք պատկերացնում հետ Նիկոլյան կառավարությունը, չէ՞ որ ցավոք բոլոր նրանք, ովքեր Հայաստանում խոսում են իշխանափոխությունից, եւս մի անգամ իշխանափոխությունից, ի նկատի ունեն ընդամենը աթոռակռվի արդյունքում պաշտոն ստանալ, երկրի վարչապետի պաշտոն եւ այլն։ Սա շատ քիչ կփոխի մեր երկրի իրավիճակը, ճիշտ է, Նիկոլի նման երկրորդը դժվար է գտնել, եթե ընդդիմադիր որևէ ուժտեղ հասավ։ Բայց կտրուկ փոփոխությունների մենք չենք հասնի, որտեղ քաղաքական ուժ, քաղաքական նկարտումներ եւ այն ավանդույթը, որը վերջին 30 տարվա ընթացքում 35 մենք ունենք, այդ ավանդույթը շարունակվելու է։ Եվս մի անգամ ուզում եմ բացել արհեստավարժների ժամանակավոր կառավարության շուրջ մեր գաղափարը, քանզի առաջին հաղորդման արդյունքում շատ շատերը դա են խնդրել ինձ, իսկ ինչպես եք պատկերացնում այդ նոր տիպի կառավարության ձևավորումը։ Ես ավելի քան համոզված ձեզ ասում եմ, սիրելիներս, առանց դրսի հզոր ներուժի մեր Սփյուռքի գործարարների եւ նաեւ մեծ բարեկամ գործարարների կողմից ներդրումների Հայաստանում ոչինչ հնարավոր չի լինելու փոխել, ոչ մի բարեփոխում հնարավոր չի լինելու կատարել։ Սակայն, եթե մենք օգտագործում ենք մեր Սփյուռքի հայրենակիցների ֆինանսական ներուժը ներդրումների տեսքով, ոչ թե վարկեր, ոչ թե բարեգործական ակտեր, այլ հզոր ներդրումային ծրագրերի իրականացում։ Այդ դեպքում մենք կարող ենք ունենալ իսկապես այնպիսի մի արդյունաբերություն եւ հատկապես ռազմարդյունաբերություն, որի հիման վրա մեր երկիրը կարող է իսկ իր ապահովությունը պահպանել, զարգացնել եւ դառնալ ինչ որ չափով ինքնիշխան երկիր։ Ինչպես եմ ես պատկերացնում կատարել ներդրումները։ Մենք ունենք հատուկ տնտեսական ծրագիր, ըստ որի պետությունը պետք է առաջարկի տասնյակ ներդրումային նախագծեր, իսկ ներդրողը ինքը պետք է ընտրի այդ նախագիծը եւ ինքը ղեկավարի իր կատարած ներդրումային գործընթացները։ Այսինքն ամեն մի դոլարի դիմաց, ամեն մի դրամի դիմաց կատարված ներդրմանը հետևելու է այդ գումարի տեր գործարարը։ Սա շատ հետաքրքիր մի իդեա է, պատկանում է աշխարհի խոշորագույն տնտեսագետներից մեկին, Միխայել Խազինին, որին ես ձեռքի տված աշխատում եմ, եւ մենք կարողանալու ենք երևի թե իշխանությունը արհեստավարժների ժամանակ կառավարությանը հանձնելուց հետո այս ծրագրով փորձել փրկել մեր տնտեսությունը։ Շատ են խոսել Նաիրիտի շուրջ իմ կատարած ներդրումային առաջարկներին, աղավաղել են, այլանդակել են այդ գաղափարը, սակայն դա մնում է ուժի մեջ, Նաիրիտը կարող է լինել մի շարք ռազմարդյունաբերական ձեռնարկությունների կենտրոն եւ նաեւ հզոր քիմիական արդյունաբերության, քանզի Հայաստանը ունեցել է միշտ շատ լավ զարգացած քիմիական արդյունաբերություն։ Ինչպես ենք պատկերացնում արհեստավարժների ժամանակավոր կառավարության ձևավորումը, նա պիտի պարտադիր բաղկացած լինի Սփյուռքի հայտնի անձնավորություններից եւ Հայաստանի ակտիվ
հայրենասեր մի շարք անձերից 5-ից 7 հոգանոց փոքր խորհուրդ, բազմիցս ասել եմ դա, եւ 30-ից 50 հոգանոց մեծ խորհուրդ։ Մեծ խորհուրդը դա կպարունակի կներգրավի բոլոր այն ներդրողներին եւ բոլոր այն հզոր, ակտիվ, ազնիվ, հայրենասեր ուժերին, որոնք ունեն ղեկավարելու փորձ եւ անցել են մենեջերական դպրոցներ։ Փոքր խորհուրդը ղեկավարի բոլոր գործառույթները, այդ թվում նաեւ արտաքին հարաբերությունները, արտասահմանի հետ կապը։ Ավելի քան համոզված ես ասում եմ, չի կարող լինել Հայաստան առանց 10-12 միլիոնանոց այդ հզոր բանակի, որը եւ ֆինանսական եւ մասնագիտական առումով մեր երկրի փրկությունն է հանդիսանելու։ Բացառվում է Հայաստանում ստեղծել նորից նոր քաղաքական կառավարություն, ելնելով այն թույլ ոչ ակնառու նոր տեսլականներ ունեցող ընդդիմադիր ուժերից, որոնց իշխանության անցնելու արդյունքում միայն ունենում ենք նոր խորին հիասթափություններ։ Ես մեծ հաճույքով կպատասխանեմ իմ այս առաջարկի շուրջ ձեր բոլոր հարցերին եւ կսպասենք ձեր արձագանքներին։ Այսքանը հաջորդ մեր ելույթի ժամանակ ես արդեն կներկայացնեմ այն արդյունքները, որը մենք կգրանցենք իմ այս երկու ելույթների շնորհիվ։ Շնորհակալություն, մինչև հաջորդ հանդիպում, ցտեսություն։